Հիսուսի։ Ժողովուրդ ջան, այսօր շատ լավ օր է։ Համաձայն եք ինձ հետ։ Անկախ նրանից մենք ինչ վիճակում ենք եկել, անկախ նրանից ինչքան ենք լավ քնել կամ չէ, դժվարություն ունենք կամ չունենք, բնականաբար վստահ եմ, որ բոլորս էլ ունենք դժվարություն եւ ամեն մեկս էլ ինչ-որ մի ճանապարհով անցնում ենք, բայց այսօր լավ օր է։ Աստված կրկին մեզ մի օր շնորհեց, որ իր ներկայության մեջ միասին միաբանությամբ Տիրոջը օրհնենք եւ նրան փառավորենք։ Կարող ես բարձր ասել ամեն։ Նայ կողքինիդ ասա, Աստված օրհնի քեզ, բայց սրտանց ասա։ Սրտանց օրհնի։ Եղբայրներից մեկը բեմից ինձ շատ էր ասում, ասեց շրջվի կողքինիդ ասա փառք ես, շփոթվեց, ինձ ասա շրջվի կողքինիդ ասա փառք, Տիրոջը ասեց շրջվի կողքինիդ ասա փառք ես։ Հիմա այստեղ չեմ ասում, բայց Աստված օրհնի սրտով ասա։ Եվ թող Աստված մեզ բոլորս օրհնի։ Սիրելիներ, հրաշալի բան է Աստծո ներկայության մեջ գալ։ Նրանով ենք ապրում, շնչում եւ կանք։ Նա է մեր երջանկությունը եւ ուրախության աղբյուրը եւ առանց նրա ոչինչ չկա։ Օրհնյալ լինի նրա անունը։ Այսօր նա մեզ հավաքեց։ Տարբեր տեղերից, տարբեր տներից, տարբեր վիճակներից, տարբեր հոգեվիճակներից, ֆիզիկական վիճակներից, բայց մեր Տերը նույնն է, որ այսօր էլ մեզ հպվի, այցելի, խոսա մեզ հետ, բժշկություն, նորոգություն, թարմություն բերի մեր կյանքերի մեջ։ Մեր Աստված բարի է։ Սիրելիներ, կգա մի օր, որ այս ամեն ինչը կվերջանա, այդ օրը կգա։ Կգա մի օր, որ փառավոր Տերը հրեշտակների ձայնով, փառավոր շքախմբով կգա մեր հետևից։ Եվ հիանալի են նրանք, ովքեր իսկապես իրանց սրտի մեջ Քրիստոսին ընդունել են, Աստված կգա նրանց հետևից։ Նա խոստացել է մեզ։ Եվ այդ փառավոր վայելքը մենք կունենանք հավիտյանս հավիտենից, նրա հետ երկնքում լինելու, օրհնելու եւ գովելու նրա անունը։ Կարաս ասես ամեն։ Այդ օրը կգա։ Տեր իր խոցված ձեռքերով մեր աչքերից ամեն արցունքը կսրբի։ Ամեն վշտերը կանցնեն, մենք նրա երեսի առջև կլինենք հավիտյան, սրապես օրհնություն, հրաշալի բան չկա։ Ուզում եմ մխիթարական, քաջալերական խոսքերով հենց այսպես պատվիրում է Սուրբ Գիրքը, որ մենք իրար այսպիսի խոսքերով մխիթարենք, քաջալերենք։ Ես էլ ուզում եմ քեզ ու ինձ մխիթարել այս խոսքերով։ Չէ, սենց ասեմ, ինձ ու քեզ մխիթարել, որովհետև ես էլ շատ կարիք ունեմ, որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով, Աստծո փողով վայր կգա երկնքից։ Հալելույա։ Եվ Քրիստոսով մեռելները առաջարություն կառնեն, եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, սիրելիներ, երբ որ Տերը գա, եւ նրանք ովքեր բայց աչքով կդիմավորեն եւ նրանք ովքեր արդեն ննջած կլինեն, բոլորովին նշանակություն չունի։ Երբ որ Տերը գա, փողի ձայնը լսվի, գրված Սուրբ Գրքում, Քրիստոսով մեռելները հարություն կառնեն, հետո նրանք, որ կենդանի են մնացել, նրա հետ մեկտեղ ամպերի մեջ, օդի մեջ կհափշտակվեն Տիրոջը դիմավորելու, կարաս պատկերացնես, կարաս երևակայես ինչ ասա։ Ինչ օրհնություն է, երբ որ աչքերս բացեմ, հանկարծ տեսնեմ օդերի մեջ, գնում եմ ում դիմավորելու, ոչ թե ինչ-որ մի երկրի նախագահի, վարչապետի, ոչ թե չգիտեմ ում, դիմավորելու նրան, ով ինձ համար կյանք տվեց, ով ամեն ինչ արեց, որ ես երջանիկ լինեմ, ով իմ մեղքերը ներեց, ինձ բժշկեց, ազատագրեց, նորոգեց, իմ աչքերը բացեմ ու նրան տեսնեմ, դիմավորեմ, պատկերացնում եք ինչ փառավոր կլինի։ Ես մի օր այդ երազը տեսել եմ շատ տարիներ առաջ, այդ հրեշտակների բազմությունը, այդ փողի ձայնը, այդ երգը, երաժշտությունը, թե ինչպես է Տերը գալիս, եւ դա շատ փառավոր էր, Տիրոջը դիմավորելու եւ տեսեք ինչ ասում ստեղ, ինձ ու քեզ քաջալերող, մխիթարող, բարձրացնող, նորոգող, զորացնող խոսքեր ասում։
Եվ այսպես ամեն ժամանակ Տիրոջը հետ կլինենք, հալելույա, ամեն ժամանակ, ոչ մի բան չի կարա բաժանի, ոչ մի խոչընդոտ այլևս չի լինի, ոչ մի հոգս ու պրոբլեմ չի լինի, ոչինչ չի կարող մեզ բաժանել, ուրեմն իրար մխիթարեք այս խոսքերով, ես մխիթարում եմ քեզ, Տերը կգա շուտով, եւ իր սուրբերը կգնան նրան դիմավորելու, օրհնյալ լինի նրա անունը, սիրելիներ, մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, մոռանանք ամեն ինչ, ամեն բան, կենտրոնանանք ուղղակի նրան, ում համար ենք, ում ով ենք, ում ողորմությամբ այսօր այստեղ ենք եկել, ով կարա մեզ զորացնի, նորոգի, ուշեղացնի, տանի հաղթանակներով, փառքից փառք, զորությունից զորություն, հաղթելով կանգներով ավելի զորավոր ձևի, մեր տրամադրությունից ավելի, մեր հիվանդություններից ավելի, մեր տկարություններից ավելի, մեր խեղճություններից ավելի, զորավոր կանգնենք Քրիստոսի մեջ եւ ասենք Տեր, փառքես մեզ զորացնող, մեզ բժշկող, մեզ օժտող, մեզ օծող Աստված, թող օրհնյալ լինի քո անունը հավիցը։ Մի հատ էլ ասա ամեն։ Եկեք կանգնենք նրա ներկայության մեջ։ Սիրելիս, մենք նրանով զորավոր ենք, նրանով ուժեղ ենք, նրանով հաղթող ենք, նրանով ենք ապրում, նրանով ենք շնչում և նրանով կանք։ Կարող ես ձեռքդ բարձրացնել դեպի նրան ասել, շնորհակալ եմ երկնային Հայր, քո սուրբ որդու Հիսուս Քրիստոսի անունով փառքես մեզ զորացնող Աստված, փառքես մեզ բժշկող Աստված, փառքես մեզ ազատագրող Տեր, այսօր էլ եկել ենք քո ներկայության մեջ, մեծարելու քեզ, դու ավելի վեր ես քան մեր զգացումները, դու ավելի վեր ես քան մեր տկարությունները, դու ավելի վեր ես քան մեր դժվարությունները, դու ավելի վեր ես քան մեր հիվանդությունները, դու ավելի վեր ես ամենքից, օրհնում ենք քեզ, քո անունն ենք օրհնում, մեծարում ենք քեզ, շնորհակալ ենք Տեր, պատրաստիր մեր սրտերը, մեզ արտացրա Տեր, զորացրա որպեսզի Տեր, դիմավորենք քեզ, երբ որ դու կաս, մենք քեզ դիմավորենք եւ հավիտյան քեզ լինենք Տեր, ուրախ ենք Տեր, որ այս օրը տվել ես մեզ, ցնծում ենք քո առաջ, որովհետև դու մեր Աստվածը, մեր ամրոցը, մեր պարիսպը, մեր վենը, մեր փրկությունն ես, մեծարում ենք քեզ, հավեք մեծարվիր մեր խոսքերի մեջ, աղոթքների մեջ, երգերի մեջ, մեր պաշտամունքի մեջ, առանցքում դու եղիր, դու նյութն ես մեր երկրպագության և պաշտամունքի, քեզ ենք մեծարում, քեզ ենք պաշտում, քեզ ենք գովերգում, մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, և թող եկեղեցին ասի, եկեք Տիրոջը փառք տանք, ուրախ եմ, որքան ուրախ եմ, ուրախությամբ եմ պատալով Աստծո զավակին, օգերի մեջ դիմավորել, որ ինչպես կարգել, ինչպես շնորհել, երջանիկ լույսել, Տիրոջ գոհունել, ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մրցույթը ցնծում է, ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մրցույթը ցնծում է, ինչ մեծ քնջիկ է լինելու երկնքի մեջ եկած, որ սուրբերը հավաքվել, միասին պետք է պարապանենք Աստծո գալին, արժանի է ամեն բան, պատրաստ ես արդյոք, Արսը պատրաստ է, շուտով ենք ուզել, զվարթանած հողով, սպասում է, ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մրցույթը ցնծում է, ուրախ
ուրախ եմ, հիշելով այս մեծ հուսանք Յուրավոր սուպերով և հեշտակների փողից այդով հաստատելու է դիտեց այսօր կատավորություն և խաղաղություն երկրի վրա Ոզով մեր բարդ է, շուշով շեկոր է և ջանիկ հույս է իրոջ կողմասի ուրախ է, որքան ուրախ է հիշելով այս մեծ հուսանք Ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մեծ հուսանք Ուրախ եմ ասա Ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մեծ հուսանք Ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մեծ հուսանք Ծափարությունները ուրախ եմ Ուրախ Ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մեծ հուսանք Ուրախ է, որքան ուրախ է, հիշելով այս մեծ հուսանք Հիշելով այս մեծ հուսանք Հիշելով այս մեծ հուսանք
Հաղթությունը գիտես ինչի մեջ է, որ չնայես պրոբլեմներին, իրավիճակներին, չնայես զգացումներին, չնայես անձին, եսին, նայես նրան ու ասես Աստված բարի է, արևելքից մինչև արևմուտք, թող օրհնյալ լինի նրա անունը, մեր Տերը հզոր է, մեր Տերը զորավոր է, մեր Տերը, մեր Փրկիչը ամենակարող է, կարող ես ասել փառք ես Տեր, հավատում ես որ Հիսուսը Տեր է, բարձրացրած քո ձեռքը, ասա փառք ես Տեր։ Տերը փրկությունն է մեր ամոբերն է։ Փրկությունը մեր, հույսն է նա և զորությունը մեր, Տերն ապավենը մեր սրտի, և մեկ ճարիչ չենք սարսափի։ Ուզում եմ հարցրացնես, Տերը փրկությունը։ Փրկությունը մեր, հույսն է նա և զորությունը մեր, Տերն ապավենը մեր սրտի, և մեկ ճարիչ չենք սարսափի։ Հույսն է և պաշտպանը մեր։ Հույսն է և պաշտպանը մեր, ազատող, փրկող Աստվածն է նա, և ուժն է մեր, և երբեք մեկ ճարիչ չենք վախենա։ Գոհության կանգնած է, հարկանք ասում, որ մեզ փրկեց, ծածության Կարող ես ասել փառք ասում։ հարկանք ասում, որ մեզ փրկեց։ Ամեն իրավիճակի մեջ ասա, Տերը փրկությունը։ Փրկությունը մեր, հույսն է նա և զորությունը մեր, Տերն ապավենը մեր սրտի, և մեկ ճարիչ չենք սարսափի։ Հույսն է նա։ Հույսն է և պաշտպանը մեր, ազատող, փրկող Աստվածն է նա, և ուժն է մեր, և երբեք մեկ ճարիչ չենք վախենա։ Ասա Տեր գողանում եմ։ Գոհության կանգնած է, հարկանք ասում, որ մեզ փրկեց, ծածության կանգնած է, հարկանք ասում, որ մեզ փրկեց։ Հիմա թող բաղ ժողովուրդը ծափերով եղքի Տերն է փրկությունն է։ Եկեք բոլորս միասին ասենք Տերն է փրկությունն է։ Փրկությունը մեր, հույսն է նա և զորությունը մեր, Տերն ապավենը մեր սրտի, և մեկ ճարիչ չենք սարսափի։ Ասա և մենք, Եվ մեկ ճարիչ չենք սարսափի, բարձր ասա և մենք, և մեկ ճարիչ չենք սարսափի։ Հարկ ու Հիսուսին։ Սիրելիներ, այս ամեն խոսքերը մենք ասում ենք վստահելով և ապավինելով նրան։ Ուզում եմ մի բան կարդալ։ Երբ որ Հիսուսը մտավ մի տուն և նրանք շատ ուրախությամբ դիմավորեցին,
Այդ տանը մարդիկ կային, երկու քույր ու եղբայր կար։ Շատ ուրախացան, որ Հիսուս իրանց հյուր եկավ։ Եվ նրանք սկսեցին խառնվել։ Այդ մի քույրը սկսեց խառը սևաներ գցել, մենք էլ ենք չէ, այս տուն հյուրա գալիս, այդ հյուրին նստած թողնում ենք, վազում ենք խոհանոց, գնում ենք ես կողմ գալիս ենք, եթե պակաս պրատ բան կա, իջնում ենք հայատ բակ, առնում ենք խանութից, գալիս ենք, այսպիսի խառնված մի իրավիճակ էր։ Մարդան ծառայության համար շատ զբաղված էր։ Եվ հետո եկավ, տեսավ, որ իր քույրը Հիսուսի ոտքերի մոտ նստած եւ լսում է նրա խոսքերը։ Մարդան ծառայության համար զբաղված էր։ Ասես Տեր հոգը չէ, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու համար։ Նրան էլ ասա, որ ինձ օգնի։ Հիսուսը պատասխանեց, ասեց. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում շատ բաներով եւ զբաղված ես, բայց Մարիամին մի բան է պետք, աղեք բաժինը։ Ինչ այսօր քեզ պետք։ Արդյոք այդ բանը քեզ էլ է պետք։ Աղեք բաժինը պետք է քեզ։ Թող քո բոլոր զգացմունքները, թող բոլոր զբաղվածությունը, հոգսերը, ամեն ինչ թող, մի բան է մեզ պետք։ Աստծո խոսքը, կենդանի Քրիստոսը մեզ պետք է։ Մենք գնանք նրա ոտքերի մոտ, մտամենը մի բան, եւ ամեն բան նրանով լցվում է, ամեն բան նրա մեջ է պարփակված, ամեն բան նրանով է առատ, ամեն բան նրանով է լրացված։ Հիսուս տա մեզ պետք, թող ամեն ինչ, ամեն հոգսեր, ամեն պրոբլեմներ։ Ասա Տեր, քեզանում է ամբողջանում կյանքս, էությունս, քեզանում է ամբողջանում իմ ամբողջ էությունը, քեզանով եմ երջանկանում, քեզանով եմ ապրում, քո մեջ կամ, քեզանով եմ գործում, շնչում, քայլում, խոսում։ Միայն դու Տեր, միայն թե գաս, թող դե քո ոտքերը դժկենք, ոչ քո ոտքերի մոտ խոնարհվենք, չզբաղվենք ուրիշ ոչ մի հոգսերով, չտարվենք ոչ մի պրոբլեմներով, քո ոտքերը դժկենք, քո խոսքը լսենք, սովորենք քեզնից, քո խոսքով ապրենք, քո մի հայրը բավական է մեզ կենդանացնելու, քո մի խոսքը բավական է մեզ նորից նորոգելու, քո մի խոսքը բավական է նորից հավաքելու մեր։ Osum me haynusuna Kesanum me ambovcan eyusuna Kesanum me yamstan yerasneras Kesetem jakum zovera Sanamum de pierniknera Keser namirum in yekera Kesanum me ambovcan eyutsunas Kesanum me yamstanu yerasneras Kesetem jakum zovera Sanamum de pierniknera Keser namirum in yekera Avigana Nechetsakaz Kantrum em kes Antiman ay spasumis Ayrılım em tez Ayrakam zerkit shoyankit Halvum em Posilan hunov kyanit Letzvum em
ձերնքել եք ուզում Մարիամի նման, քո ոտքերը գրկել եւ այդ աղեկը ընտրել, ոչ մի բան մեզ շահեկան, ոչ մի բան մեզ դուրեկան, այլ քոնը քեզ ընտրենք, այդ աղեկ բաժին ընտրենք, քո ոտքերի մոտ գանք ու ասենք դու ես մեր բաժինը, ուրիշ բաժին չկա, դու ես մեր ժառանգությունը, ուրիշ ժառանգություն չկա, դու ես իմաստը մեր կյանքի, դու ես նյութը մեր երկրպագության, մեր ապրելու պատճառը դու ես, հալելույա, դու ես ում ընտրում ենք, դու ես ում ընտրել ենք, դու ես ում ուզում ենք ընտրենք, դու ես, դու ես, դու ես, խորան ենք եկել, խսրբության վայրը, եկել ենք խստվանելու, որ աղեք բաժին ենք ուզում ընտրել, որ քեզ ենք ուզում ընտրել, մեզ մի բան է պետք, և այդ բանը դու ես, խոսքդ է, ճշմարիտ ու կենդանի, որ մարմին հագավ և բնակվեց մեր մեջ ամենուն։ Երբ մտնում եմ սրբարանը քո, այն ժամ սիրտն է իմ ասում, ով ունեմ երկնքում ու երկրի վրա, քեզանից բացի մեկին չեմ ուզում, Տերն է իմ բաժինը, ես ասեմ, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, ու թե սիրտս ու մարմինս մաշվի, բայց իմ հոգին հորմոն ասի, Տերն է սրտիս զորություն բաժինը, ով քեզանով իշտր սրտի հոգիս, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, թող իմ հոգին միշտ սիրի քեզի, և քեզ սիրելով անընդմեջ ասի, բարի է ով թե մոտենալ քեզի, հույսս քո վրա միշտ պիտի Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, Տերն է իմ մեր բաժինն է, հավիտյան, երանելի կլինենք, եթե Մարիամի նման աղեք բաժին ընտրենք։ Այդ մի բան է մեզ պետք, ապրենք իր խոսքով,
կշտանանք իր խոսքով, զորանանք իր խոսքով, բժշկվենք իր խոսքով, քայլենք իր խոսքով, շարժվենք իր խոսքով, ընթանանք իր խոսքով Քրիստոսի անվան ու փառքի համար։ Փառք Հիսուսին։ Ովքեր օգնից ես կարող եք լսել, շնորհակալ եմ հրաշալի ծառայությունների։ Ես խնդրում եմ թող մեր կուկուները գան առաջ, իրանց համար պիտի աղոթենք, երեխեքին ուղարկեք։ Տեսակ երեխեքի ուղեղը ոնց է աշխատում, մեծը կվերցնеш կդներ են կողմ, մի հատ էլ ոտքով կխփеш, իսեք ինչ ակուրատ երեխեքը տակնված է։ Օշնված են մեր երեխեքը։ Դեռ չծնված արդեն տեղյակ են ինչպես օգտվել հեռախոսից, պլանշետներից, համակարգչից, YouTube-ը ոնց բացել իրանց ուզած մուլտիկը դրեն, չնայած ծնողներ աշխատեք շատ մեկ տա երեխեքի ձեռքը հեռախոսներ, այդ վնասակար, բայց երեխեք արդեն այդ ինտելեկտով են ծնվում, չէ՞։ Նորմալության հաշտի։ Սիրելի եկեղեցի, եկեք կանգնենք ոտքի ես երեխեքին ուշնենք։ Հիսուսը ասեց մեկ արգելի, որ ինձ մոտ կան։ Ծնողներ ոչ միայն մեկ արգելի, այլ նպաստեք, որպեսզի երեխաները Հիսուսի մոտ գան, որպեսզի ապրեն նրա հետ։ Այս կյանքի միակ իմաստը Հիսուս Քրիստոսն է։ Կրթենք, սովորացնենք, դաստիարակենք մեր երեխաներին Աստծո խոսքով, մեր վարքով, եւ թող Աստված փառավորվի այս երեխեքի ներկայի ու ապագայի մեջ Հիսուսի անունով։ Եկեք բարձրենք մեր ձեռքերը, մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով, որ օրհնես այս երեխեքին ամեն մեկի անհատական Տեր։ Դու գրկեցիր իրանց, ձեռքը դրեցիր իրանց վրա եւ օրհնեցիր։ Այսօր էլ Տեր քո մոտ եմ եկել։ Մենք չենք արգելել, իրանք եկել են քո մոտ, գրկի իրանց, ձեռքը դիր իրանց վրա եւ օրհնիր իրենց, թող իրանց կյանքը լեցված լինի օրհնությամբ, պտղաբերությամբ, քո ներկայությամբ, քո անվան ու քո փառքի համար, օրհնիր իրանց ներկան ապագան Տեր, իրանց գալիքը օրհնիր, քո բարի ձեռքը թող առաջնորդի կյանքի բոլոր բնակավարների մեջ Տեր, պաշտպանիր, պահպանիր իրանց Տեր, քո ծածկոցով, քո պաշտպանությամբ եւ ապահովությամբ պահիր այն հրաշալի օրվա համար, որ դու գաս, մենք քեզ դիմավորենք օթերի մեջ քեզ հետ հավիտյան լինելու ու բնակվելու համար։ Օրհնի իրանց ընտանիքներն են, իրանց կյանքն են եւ փառավորվիր ամեն բանի մեջ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ամեն։ Եկեք փառք Հիսուսին։ Եկեք գնացի մանգարման ծառայենք Հիսուսին։ Հարկ Տիրոջ։ Ամեն։ Մենք ինչքան են հոգնած ենք էլի Տիրոջը երկրպագելու, պաշտելու եւ նրա խոսքը լսելու համար ուժում ենք։ Սերին այսօր շատ անուշ քաղցր աղբեր ա մեր մեջ։ Իհարկե, բերանես լեզուս չի պետք իրան հյուր ասեմ, որովհետեւ ինքը ծննդով Վանաձորցի է, ծննդով մեր եկեղեցում է ծնվել, Աստված իրան օրհնել է, օգտագործել է թե մեր եկեղեցում, թե դուրս երկար տարիներ ինքը ապրել է Բելարուսիայում, ծառայել է Տիրոջը եւ մի 15 տարի չէ մեր 18 տարի Բելարուսիայում Տիրոջն է ծառայել ավետարանչության, հովվության Տիրոջը երեք պատմում էր ոնց են գնացել, ընկել քաղաքներ, ընկել հրապարակներ, մարդկանց վկայել, հարցացել։ Հիմա էլ Աստծո ողորմությամբ ծառայում է Գերմանիայում, երկու քաղաքներում սպասել մեկը կարդամ։ Այն մեկը անունը Համբուրգ է, որտեվ Համբուրգերից է, ես այդ լավ գիտեմ, իմ սիրած գերակուրներից մեկն է Համբուրգերը, այդ չեմ մոռանա։ Մի քաղաք է Համբուրգներ, այն մեկը սպաս գրել է, որ չմոռանամ։
Վոլսբուրգ, հա։ Ինչ։ Էդ է լավ ուտելիք։ Մեղերը հաստատ ուտելիք հա։ Համբուրգից համբուրգերի նման մարդ պիտի լինի մեր մոտ։ Աստծո մարդը, եկեք Տիրոջը փառք տանք եւ հրավիրենք այստեղ Աստծո խոսքով ծառայել։ Իդեպ ասեմ ինքը վիրահատություն տարավ, հիմա մի փոքր տկարություն ունի եւ վերջում էլ կաղոթենք իր համար, որ Աստված զորացնի իրան եւ իր կյանքը Տեր օրհնի քեզ։ Փառք քեզ Տեր, փառք Հիսուսի։ Առաջի բանը, որ ուզում եմ ձեզ ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում եւ շատ կարոտում։ Թող Տերը օրհնի փառաբանության խմբին, հիանալի երկրպագություն, հիանալի երաժշտություն, որտեղ ողողված է Տիրոջ ներկայությունով, փառք Տիրոջը։ Ես երբ որ աղոթում էի ու գիտեի արդեն որ պետք է գամ, ես աղոթում էի, որ Տերը ինձ ասելու բան տա։ Գիտեք, իրականում ես նորություն ձեզ չեմ կարող ասել կամ ինչ-որ մի հատ բան ասեմ, որ ասեք դուք չգիտեիք դրան ասել։ Բայց ես աղոթում էի, որ Տերը իմ հոգու մեջ դնի մի բան, որը ձեզ համար կլինի ակտուալ եւ ձեզ կօգնի ավելի մոտենալ Տիրոջը։ Երբ որ ես աղոթում էի, Տերը մի միտք բերեց, մի հասկացողություն բերեց, որ ինձ համար էր մի քիչ սենց ասամ սթափեցնող, արթնացնող, որովհետև մենք իհարկե շատ եմ սիրում ես երբ որ մենք երգեցինք Տերը բարի է, ամեն, Տերը բարի է կամեցող է, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ Տերը բարի է նրանց համար, ովքեր իր կողմից են։ Իսկ թշնամիների համար ինքը բարի չի։ Երբ որ մենք հայտնվում ենք կարգավիճակում Աստծո թշնամիներ, ուզում եմ ասեմ քեզ, որ Աստված արդար եւ սարսափելի դատավոր է։ Դրա համար ես այսօր ուզում եմ մի քիչ ձեզ ուղեկցեմ այս մտածելակերպի մեջ։ Գիտեք, ինձ թվում է մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը կարելի է Սերմնացանի առակի մեջից վերցնել են երրորդ հատվածը, որ մարդիկ այս աշխարհի զբաղմունքներով եւ հարստության խաբեությամբ այնքան են տարված, որ իրանց ուրիշ ոչ մի բան չի հետաչքի։ Գիտեք, հավատում եմ, որ ոչ մի մարդ չուզենա Աստծո թշնամի լինի։ Եթե ինչ-որ մեկին դաժե դրսում հարցնես, ասես կուզեի Աստծո թշնամի լինես, մենք բոլորս կասենք ոչ, բոլոր մարդիկ կասեն ոչ։ Բայց ցավոք սրտի հաճախակի լինելով քրիստոնյա ազգի մեջ, լինելով քրիստոնյա, լինելով եկեղեցու մեջ, ցավոք սրտի հաճախ լինելով ծառայող, մենք հայտնվում ենք այդ իրավիճակի մեջ, երբ որ մենք դառնում ենք Աստծո թշնամիները։ Գիտեք, թշնամու հետ մենք գիտենք ոնց վարվենք։ Փառք Տիրոջը, տարիների ընթացքում շատ մենք ուսուցումներ ենք լսել, ինչպես հակառակորդի դեմ պայքարենք, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, մենք դա գիտենք։ Վերջի վարիանտ, որ ուժասպառ ենք եղնում, Քրիստոսի արյունն ենք հայտարարում եւ մեզ փրկում է ամեն իրավիճակ։ Բայց հարց, ինչ անեմ, երբ որ իմ թշնամին ոչ թե հակառակորդն է, ոչ թե մարդն է, այլ անձամբ Աստված է։ Կարող եմ մի քիչ տարօրինակ բան եմ քեզ ասում այսօր։ Դու եկեղեցում նստած ես, դու հավատում ես, դու եկել ես այստեղ Տիրոջը երկրպագելու, բայց ես հրել եմ ասում եմ, որ մարդ կարող է լինել Աստծո թշնամի։ Ուզում եմ հիմա մի փոքր մենք իրար հետ քննենք ինչ է իրանից ներկայացնում, ինչն է ինձ դարձնում Աստծո թշնամի։ Առաջինը դա աշխարհի սերը եւ բարեկամությունը աշխարհի հետ։ Մեղքի եւ աննազանդության մեջ մնալը։ Եվ կարևորագույն մի բան նշեմ, երբ որ ես գտնվում եմ անհավատարմության մեջ։ Սա մարդուն դարձնում է Աստծո թշնամի։ Գիտեք, մի անգամ պատմության մեջ, երբ որ Բաբելոնի թագավորը պաշարեց Երուսաղեմը եւ Երուսաղեմի թագավորը գնաց քահանաների մոտ, սկսեց աղոթել, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, ինչի է այս ամենի տեղի ունեցել, Բաբելոնի թագավորը գիտեք ինչ ասավ Իսրայելի թագավորին, ասում է ինչ ես մտածում, ես իմ կամքով եմ եկել այստեղ։ Քո Տեր Աստվածն է ինձ ուղարկել այստեղ, քեզ պաշարելու, որովհետև դու անհավատարիմ եղար իրան ու սկսեցիր մեղքերի մեջ ապրել։ Քո մեղքերի պատճառով Աստված
քո Աստվածը ինձ ուղարկեց, քեզ պաշարելու։ Գիտեք, Հակոբոսի 4 գլխի 4 խոսքն եմ ուզում կարդամ, որտեղ գրված է. շնացողներ, չգիտեք, որ այս աշխարհի հետ բարեկամությունը Աստծո հետ թշնամություն է։ Ուրեմն ով որ ուզում է աշխարհի բարեկամ լինել, Աստծուն թշնամի է։ Գիտեք, մենք հաճախակի ուզում ենք քանդրբազություն անենք, լարի վրա քայլենք, մի կողմ ցենց Աստծո հետ, եկեղեցու հետ, մի կողմ էլ մի քիչ աշխարհի հետ, մի քիչ աշխարհի ցանկություններով։ Ես հիշում եմ մի անգամ գյուղերից մեկում ստեղ ավետարանչություն էին կանում, երաժիշտները երգում էին, ես էլ ընդեղ մի հատ զաբոր կար, այդ զաբորի տակ կանգնած, ավետարանը բացած կարդում էի, որ պետք է քարոզեի, մեկ էլ մի հատ տատիկ մոտեցավ, վայ բալաչան քորանամ, ես ես ինչ եմ քեզ արել, ասում տատի ջան ինչ են արել, բա դու ջահել տղա, խես այդ գիրքը վեր կարել, այդ գիրքը պարավների գիրքա, քեզ մար գնա կյանքը վայելի, ասում եմ մի տատի լավ կեղնի, որ ես ես զաբորի տակ խմած ընգած եղնեի, չէ դե լա էլ չի լավ, ես ավելի լավն եմ ընտրել, չէ, տատին նայց, հադե որ դենց նայենք, հա, այս դե ջահել ես, հաճախակի հակառակորդը ինձ ու քեզ առաջարկություններ անում, մեզ փորձելով համոզի, որ դրա մեջ վատ բան չկա, բայց ուզում եմ քեզ ասեմ, թող ոչ մեկը քեզ չխաբի, աշխարհի հետ ընկերությունը, աշխարհի հետ բարեկամությունը մեզ դարձնում է Աստծո թշնամիներ։ Եթե դու աշխարհին ես ուզում մոտիկ լինես, իմացի, որ դու Սուրբ Հոգու հետ չես կարողանալ ունենալ հաղորդակցություն, որտեղ Տերը պարզ ասեց, որ մարդը չի կարող, աշխարհը չի կարող ճանաչել Սուրբ Հոգուն, չի կարող տեսնել, բայց դուք կտեսնեք, որովհետև Հիսուսը իր աշակերտներին անվանեց, որ դուք իմ բարեկամներն եք։ Ամեն, փառք Տիրոջը։ Հաջորդ բանը ինչ է մեզ դարձնում ասում թշնամիներ, երբ որ մենք չենք ընդունում Հիսուս Քրիստոսը։ Կարծես թե Հայաստանում այս ձև արդարություն անել, մի քիչ տարօրինակ է, չէ՞, որովհետև հայերից ես կյանքումս մի հատ հայ եմ տեսել, որ մուսուլման է, որ քրիստոնյա չի, որովհետև աթեիստներ եմ հանդիպել, վերջում իրանք պարզվել է, որ քրիստոնյա աթեիստ են, բայց մի անգամ այդ Գերմանիայում ճամբարում, որ նոր է եկել, մի հատ երիտասարդ, վերջում ջոգեց, որ ես հայ եմ, մոտեցավ, ասավ, ախպեր հայ ես, ասի հա, ասավ, ես էլ եմ հայ, բայց ես մուսուլման եմ, ասի մի հատ կանգնում ուղիղ ես նայեմ էլի ուշադիր, թե բան չի, ասի կյանքումս առաջ անգամ եմ տենում հայ մուսուլման։ Գիտեք, մենք բոլորս հավատում ենք Տիրոջը, դրսում բոլոր մարդիկ հավատում են Տիրոջը։ Հովհաննես Ավետարանի առաջի գլխի 12 խոսքի մեջ ասում է նրանք, ովքեր հավատացին, մենք սրա վրա կանգնում ենք, նրանք Աստծո որդիներ կոչվեցին, բայց դրա մեջ էլ մի հատ խոսք կա, նրանք ովքեր ընդունեցին նրան։ Այսինքն, եթե հավատքը կա, բայց դու չես ընդունում Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ, սա քեզ չի դարձնում Աստծո որդի։ Աստծո խոսքն ասում է, որ դևերներն են հավատում, եւ նրանք Աստծո որդիներ չեն կարող լինել, որովհետեւ նրանք չեն ընդունում Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, ես շատ եմ հանդիպումներ ունենում, շփումներ ունենում մարդկանց տարբեր կրոնների, կլինեն մուսուլմաններ, կլինեն հինդուիզներ, ես ինչ հավատքներ ասես, որ կա Գերմանիան մի քիչ դեմոկրատական երկիր է, ամենքը իր տեղը ունի այդ երկրի մեջ, եւ երբ որ հանդիպում եմ, շատ հաճախակի մարդիկ ուզում են ինձ համոզեն, որ մենք բոլորս նույն Աստծուն ենք հավատում, նույն Աստծունոտ ենք գնում, ցավոք սրտի, որ կաթոլիկների առաջնորդը հայտարարեց, որ բոլոր կրոնները գնում են դեպի Աստված, մենք Քրիստոսի միջոցով, մյուսները իրանց ճանապարհներով, բայց ուզում եմ քեզ ասեմ, բացի Հիսուսից ուրիշ ճանապարհ չկա Աստծո մոտ գնացող։ Նա որ որդուն ունի, նա Աստծուն ունի, նա որ որդուն ընդունել է, նա Աստծո բաժինն է։ Ես ուզում եմ, որպեսզի դու քո կյանքի մեջ
այս կարևոր որոշման մեջ կանգնես ու հաստատ լինես, երբևիցե ոչ մի բան քեզ չկարողանա շեղի դրանից, որ Հիսուսը մեր Տերն է, մենք Աստծու մոտ գնում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով, ես ընդունում եմ իրան։ Գիտեք, ցավոք սրտի հանդիպել եմ նաև, գիտեմ Հայաստանում եկա մի ժամանակ, երբ որ ես երիտասարդ ստեղ էի, մենք շատ ենք պայքարել Եհովայի վկաների դեմ։ Մի քիչ էլ ջահել էինք, մի քիչ անշնորհ բաներ էինք անում, գիտեք ինչ էինք անում, երբ որ ես երկրորդ տարում էի բնակվում, երբ որ գալիս էին, իրանք առաջու ցենտրից էին մտնում, չգիտեմ ինչի։ Մենք էլ ամեն շենքին մի հատ քույրիկ կամ եղբայր ունեինք, մեկը կզանգեին, մեր աղբեր Եհովայի վկաներն եկել են։ Մենք գնում էինք իրանց հետևից, իրանց գրքերը ժողովրդի ձեռքից հավաքում էինք, նոր գտականներ էինք տալի ու փողոցում այս իրանց գրքերի ապրուշտի գպոկում գցում էինք։ Այս մարդիկ շենքից դուրս էին գալի, մեկ էտային մեն իրանց բաժանած գրքերի այս ապրուշտը սա կետնին գցածա, դες ջղայանում թողում գնում էին։ Այդ տարածքը նոր չէին գալի, մեկ է ուրիշ տարածք էին գալի։ Հանդիպել են, կան դաժե ցավոք սրտի, կան քրիստոնյաներ, որոնք եղել են եկեղեցում, բայց հետո դարձել են Եհովայի վկաներ։ Գիտեք, ես երբ որ սկզբից են զարմացած ոնց կա, էլի, մարդը ճանաչելով Քրիստոսին, ունենալով Քրիստոսի մասին գիտություն, գնա դառնա Եհովայի վկա, մեկ էլ հայտնաբերեցի, որ Եհովայի վկաները շատ մեծ ֆինանսական ուժ ունեն, եւ իրանք սրանով են քաշում մարդկանց, որ արի մենք քեզ կօգնենք։ Ու իրոք իրանք ջանք են անում, մենք այդ բանը իրանցից սովորելու կարիք ունենք, ինչպես են իրանք մարդկանց ծառայում, աջակցում, բայց թող ոչ մի բան մեզ չկարողանա գողանալ Քրիստոսից։ Թող ոչ մի բան պատճառ չլինի, որ Քրիստոսին դու մի կողմ դնես ու գնաս ինչ-որ մատերիալնի բաների հետևից։ Նա, որ չի ընդունում Քրիստոսին, նա հայտնվում է մի կարգավիճակում, որը Աստծո թշնամին է։ Ես ուզում եմ, որ դու սրա մասին ուշադիր մտածես քո սրտի մեջ։ Ով է Քրիստոսը քո համար։ Սա մեկն է, որի մասին դու լսել ես, или դա մեկն է, ով կա եւ կլինի քո Տերը եւ Փրկիչը։ Սա կարևոր է։ Երկրորդ բանը, որը երրորդ բանը արդեն, գալիս է, չէ, դա չհնազանդվել Աստծուն։ Շատ եմ սիրում հայերեն թարգմանությունը, Հովհաննեսի 3:36-ում, հետաքրքիր է գրված, խոսքի ռուսերենում, գերմաներենում ուրիշ ձև է գրած, հայերենում գրված է, նա որ հավատաց որդուն, նա կփրկվի, իսկ նա որ չհնազանդվեց որդուն, նա կարժանանա դատաստանի։ Այս չհնազանդվել բառը ռուսերենում գրած է հավատալ, գերմաներենում նույնպես հավատալ գրեց, ով որ չհավատա, բայց հայերենում գրված է, ով որ հավատաց եւ հնազանդվեց որդուն։ Որքանով եմ ես հնազանդ, որքանով եմ ես լսում, ես կարևորում եմ իմ կյանքում եւ այստեղից հնչվում այդ խոսքը միջև ինձ մեր մգրտիչներ դրա մասին ասում, որ Աստծո խոսքը լինի մեր ուղեցի ցույցը, Աստծո խոսքը լինի մեր ճանապարհը, Աստծո խոսքը լինի մեր գլխավոր այդ գործը։ Որքանով եմ ես հնազանդվում, որովհետև մարմնավոր միտքը Աստծու դեմ թշնամի է, որովհետև Աստծո օրենքին չի ենթարկվում։ Հռոմեացի 8:7-ում գրված։ Սա ցույց է տալի, որ Աստծո թշնամիները նրանք են, ովքեր առաջնորդվում են իրանց մեղավոր ցանկություններով։ Մի ժամանակ ուզում էի սովորեմ, ինչպես տարբերեմ Սուրբ Հոգու ձայնը իմ մարմնի ձայնից։ Գնում ենք այցելություններ եւ երիտասարդ եմ չեմ հասկանում ինչպես կարող եմ ճանաչել Սուրբ Հոգու ձայնը։ Մի հատ գաղտնիք հայտնաբերեցի, գաղաթացից գրքի մեջ ասում է մարմինը ուզում է հակառակ հոգուն, հոգին ուզում է հակառակ մարմինին։ Երբ որ մի հատ այցելություն էինք գնում, մի քանի հոգի կային, որ պետք է այցելեինք, մեկ էլ ես իմ մարմնից հարցրի, ասի ու ես ուզում որ մենք գնանք։
մարմինս ճոխության ներկայացրեց մի հատ ընտանիք, որտեղ պետք է այցելեինք, որտեղ իրանք միշտ լավ հյուրասիրում են, լավ բաներ են տալի, երբ որ մեզ տեսնում են, ես իմ մարմինը ասի հաստատ այդտեղ չենք գնում եք ելնի այստեղը, որտեղ հոգին մարմին հակառակ ուզում մարմինը հոգուն հակառակ, ամեն, որքանով ես դու հնազանդվում Աստծո օրենքներին Աստծուն, եւ հաջող բանը, որ մեզ Աստծուն թշնամեցնում է, չար գործեր գործելը, երբ որ մենք չար գործեր ենք գործում։ Տողոսացից 1:21-ում գրված այսպես. «Եվ դուք, որ առաջ օտարական էիք ու մտքով թշնամի չար գործերով, այժմ հաշտվեցիք»։ Այսինքն մենք Աստծուց օտարական ենք ու թշնամի ենք մեր չար գործերի հիման վրա։ Չարության չափանիշը պետք է մենք հասկանանք Աստծո ճանաչման մեջ։ Որտեղ երբ որ մենք Աստծուն ճանաչում ենք, չար բանը մեզ համար դառնում է չար։ Երբ որ դու Աստծուն չգիտես, քեզ չար բաները թվում է նորմալ երևույթ, նորմալ բաներ, չէ՞։ Բայց երբ որ դու մոտենում ես Աստծուն, մեկ էլ սկսում ես նկատել, որ քո մեջ խավար կա։ Որտեղ Աստված լույս է եւ նրա մեջ ընդհանրապես խավար չկա։ Ու երբ որ ես լույսին մոտենում եմ, մեկ էլ սկսում է լուսավորվել ամեն բան իմ հոգու մեջ, իմ մտքի մեջ, իմ սրտի մեջ։ Ու սա բացահայտում է, որ ես չարմորդ եմ իրականում։ Առանց Քրիստոսի, առանց Աստծու բարի մարդ գոյություն չունի։ Բոլորը չար են։ Եթե մեկը բարի է իր երեխու համար, չարը հարևանի երեխու համար, որ իր երեխուն բրդեց։ Չէ՞։ Մենք պատրաստ ենք, պատառոտ ենք մեր երեխեքի համար։ Սա ցույց է տալի մեր չարությունը։ Եթե անգամ մենք բարի ենք մեզ ձևացնում, գիտեք, չէ՞, մենք կարողանում ենք ձևացնել մեզ շատ բարի, խոհեմ, պարկեշտ, բայց մեկ էլ մի օր, երբ որ շատ բարի ենք, բոլորն ասում են, ինչ բարի մարդ է, մեկ էլ հանկարծ քո տանդ մեջ, չեմ ասում դրսում, քո տանդ մեջ, քո ամուսինը քեզ վիրավորեց մի քիչ, կամ կինը անհնազանդվեց, մեկ էլ քո մեջ բարձրանում է այդ, քո էությունը, քո չարությունը, կամ ինչ որ մեկը չհնազանդվեց քեզ, քո ասածով չարավ։ Ես որ ապաշխարել եմ իմ ապաշխարությանից հետո առաջի բանը, որի հանդեպ ես պայքարել եմ, դա տաքարյուն լինելն էր։ Ես հիմա նրանք, ովքեր ինձ ճանաչում են, չեն հավատում, որ դες բան կարող եղներ, որովհետև մահերը միշտ հանգիստ է, հանդարտ է, կռիվ չի անում, բայց այն ժամանակ հանկարծ մի բան եղներ, որի մասերով չէր, всё, դա պատերազմ էր։ Թե իմ ընկերների մեջ, թե տունը մեր։ Բայց երբ որ մենք մոտենում ենք լույսին, երբ չար բանը երբ որ տեսնում ես քո մեջ, սա չի նշանակում, որ դու պետք է հետ փախնես լույսից, որը չարը չերևա։ Այլ ընդհակառակը պետք է ավելի մոտենաս, որը չար բանը քեզանից պոկվի։ Ամեն։ Փորձեցի ձեզ մի փոքր ինչ ներկայացնեմ, ինչպես մարդը կարող է դառնալ Աստծո թշնամի։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի բան, որ Աստծո դեմ թշնամի լինելը ունի հետևանք։ Իրանից իր մեջ ունի որոշակի բաներ, որ մենք մեր կյանքի մեջ քաղում ենք։ Ու ես ուզում եմ այսօր դու այն ինչ որ հիմա խոսալու եմ, դու մի քիչ ուշադրիր նայես, բայց ոչ թե նրա համար որ մենակ ինձ լսես, այլ դու քո կյանքի մեջ տեսնես։ Կա դրվագներ, որ դու հայտնվել ես իրավիճակում, որ քաղում ես պտուղներ Աստծո թշնամության։ Հետո վերջում մենք իրար հետ կգանք ինչ ձև հաշտվենք Աստծո։ Ուրեմն առաջին բանը, որ մարդու եւ Աստծո դեմ թշնամությունը բացահայտվում է, դա մենք հեռանում ենք Աստծո ներկայությունից եւ նրա օրհնությունից։ Մենք կորցնում ենք Աստծո ներկայությունը։
Գիտեք, ես հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը իր կյանքի մեջ համատեսել Աստծո քաղցրությանը, Աստծո ներկայությանը, երբ որ Աստված այցելում է, ես շատ անգամներ, չգիտեմ, չեմ կարող թիվ ասեմ, բայց շատ անգամներ ես իմ ներքին սենյակում զգացել եմ ինչպես է Տերը մտել է սենյակ։ Շատ անգամ զգացել եմ Տերը ինչպես է հիվանդի կողքին աղոթելուց Տերը մտել է սենյակ։ Աստված հրաշքար է։ Բայց երբ որ մենք, ես իմ վրայով ասեմ, Աստված մի բան է ասում անես, դու անմազնանդվում ես, չմտածեք, որ ես կատարյալ եմ, ես ձգտում եմ դրա, բայց եղնում է մեկ բան է Աստված ասում, ես Ալլահ էլի Տեր, մի ուրիշին ուղարկել, ամոթաբար, բայց գիտեք, գալիս եմ աղոթելու, մի բան եմ զգում, որ ինչ-որ բան պակաս է, չկա։ Ոնց որ սենց պատալոքին խփելու ծեղնեմ։ Եվ կորցնում ենք Տիրոջ օրհնությունը։ Այդ պահին մեր կողքը հայտնվում են օրհնություններ, բայց որոնք Տիրոջի չեն։ Գիտեք ոնց տարբերենք այդ օրհնությունները։ Տիրոջ օրհնությունները մեզ ավելի են մոտեցնում Իրան։ Իսկ երբ որ հակառակորդն է օրհնություն բերում կամ աշխարհն է քեզ օրհնություն առաջարկում, դա մի բան է, որ քեզ հեռացնում է Աստծուց։ Քո հնարավորությունը ժողովի գալը փակում է։ Աղոթքներին մասնակցելու հնարավորությունը փակում է։ Աղոթքի կյանքը կործանվում է, ավետարան դադարում ես կարդալ, բայց քեզ թվում է դու մի հատ աշխատանք ես գտել, որ այնքան օրհնված է, որ քո բոլոր կարիքները հոգում են։ Մեկ խաղի եղբայրներ քույրեր։ Մարդ, որ դառնում է Աստծո թշնամի նրա օրհնությունները կորում են, երկնային օրհնությունները, եւ Աստծո ներկայությունն է կորում։ Եսայի մարգարեության մեջ 59:2-ում ասում է, բայց ձեր անօրենությունները բաժանում են ձեզ ձեր Աստծուց, եւ ձեր մեղքերը ծածկում են նրա երեսը ձեզանից, որ չլսի։ Երբ որ մենք հայտնվում ենք իրավիճակում, որ Աստծո թշնամի ենք, մենք դադարում ենք Աստծո լսել, զգալ, ապրել, եւ կարող եք ուշադրություն դարձնել ձեր կյանքում։ Եթե մի քիչ տկարանում ես, մի քիչ հեռանում ես, հաջորդ ժողով գնալը ավելի դժվար է դառնում։ Այն մյուսը ավելի դժվար է դառնում։ Շատ եմ հանդիպում մարդկանց, երբ որ ասում եմ, ախպեր դե ես եկեղեցի չեմ կարող գամ, դե աշխատում եմ, բայց ես տանը կարդում եմ, աղոթում եմ։ Հանդիպեք այդ մարդու հետ 3 ամիս հետո։ Ու ինքը նույն բաները չի կարող ասել։ Որտեղ ինքը դադարում է թե կարդալ, թե աղոթել, թե Տիրոջը փնտրել։ Այսինքն Աստծո թշնամությունը ունի հետևանք։ Առաջինը դա մեզ հեռացնում Աստծուց։ Մենք կորցնում ենք Աստծո օրհնությունը։ Հաջորդ բանը, երկրորդ բանը, որ մեր կյանքում կատարվում է, մենք դառնում ենք մեղքից տրուկ։ Դեք այնքան մարդիկ գիտեմ, որ ժամանակին ինձնից լավ հոգևոր են եղել, ինձնից լավ sense կրակոտ են եղել։ Բայց կորցնելով իրանց հաշտությունը Աստծո հետ, հարաբերությունը Աստծո հետ, դարձել են մի մարդ, որ մեղքի գծի տակից չի կարողանում դուրս գալ։ Եթե մի ժամանակ հրաշքով ինքը ծխելը, խմելը թողել էր, հիմա չի կարողանում։ Ինքը մտածում էր, որ նույն ձևով հեշտությամբ կանցկացնի։ Պայքարում է, բայց չի ստացվում։ Եղբայրին ծխել խմել քույրերին բամբասանք։ Եթե մեր ժամանակ կողդ բամբասում էին, դու ականջները ծածկում էիր, որ չլսես, դու ես սկսում բամբասել, դու ես սկսում խոսել, ու դու չես կարող կանգնացնել քեզ։ Համակարգանք չէ, որ չասեք ես մեր այդ թախից վեր կարող եմ բան ասել։ Հռոմեացիս 6:16-ը։ Չգիտեք, որ ում եք ձեզ ծառա տալիս, նրան հնազանդվելու համար նրա էլ ծառայեն եք։ Հաջորդ բանը, որ մենք տեսնում ենք, դա անիմաստ կյանքն է, անիմաստ գոյատևելը։ Մարդը, որը Աստծո թշնամի է դառել, իր կյանքը կորցնում է իր իմաստը։
Այս այն հարցն է եղել, որը պատճառ է դարձել, որ ես գամ Տիրոջը։ Մի օր գլխիս մեջ առաջացավ այս հարցը. ինչ իմաստ կա իմ կյանքի մեջ, ինչի եմ ապրում։ Դա 90-ական թվականներն էր։ Ես այդ հարցին այսպես պատասխանեցի, ասի չհասկացա։ Ծնվել եմ տանջվելու, չարչարվելու, հետո մեռնելու համար։ Սա ոնց որ նիսպրավեդլիվը հայերեն ոնց է անարդար։ Ու դա ինձ ստիպեց գամ Տիրոջ առջև։ Եվ ես Տիրոջ մեջ գտա իմ կյանքի իմաստը, որ Տերը իմ կյանքի իմաստն է։ Ես կարող եմ ապրել, գոյատևել, քայլել, գործել, որովհետև ունեմ Տեր։ Բայց այն մարդիկ, ովքեր Աստծուն թշնամի են դառնում, եթե մի ժամանակ իրենց կյանքի մեջ իմաստ կար, իրանք այդ իմաստը սկսում են կորցնել։ Եվ մի օր անեկդոտա վերածվում։ Մի հատ մարդու հասցեն տալի, ասում են գնա, այս ինչ մարդը Պողոսյան Պողոսը, այս ինչ հասցեով ապրում։ Գալիս է դուրս կասնամա, ասում են գներեք Պողոսյան Պողոսը ստեղ է ապրում։ Ասում են չէ, դուրս է գալի, զանգ եմ աբան, ասում են մարդ, հասեն սխալ եք տվել, ասում են չէ ճիշտ ենք տվել, գնա այդ հասցեով։ Գալիս է նորից դուրս թակում, ասում են գներեք, ասում են Պողոսյան Պողոսը ստեղ է ապրում, այս մարդը ասում են չէ, ասում են այս գներեք ինձ հասցեն տվել են, ճշտել են, որ ինքը ստեղ ապրում, ասում աղբեր ջան, ինքը ստեղ չի ապրում, ինքը ստեղ գոյատևում է։ Հաճախակի մեր կյանքը դառնում է ուղղակի լուսաբաց և մտնեցում առանց իմաստի, չունենալով կյանք։ Եվ վերջինը, որ Աստծո թշնամությունը բերում է մարդու կյանքում, դա դատաստան և կորուստ։ Այն երազանքի մասին, ինչի մասին մեր մկրտիչ եղբայրը սկսեց ժողովը, մենք սպասում ենք Տիրոջը, մենք հավատում ենք Տիրոջը, մենք ամեն օր ակնկալում ենք, որ նա գալու է իր եկեղեցու հետևից, և մենք գնալու ենք իր թագավորության մեջ լինելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ երկնային արքայությունը իրական է նույնպես, ինչպես դժոխքն է իրականություն։ Երկնային արքայությունը դա շոշափելի է, եթե մենք քայլենք Տիրոջ հետևից։ Տերը ժամանակ առ ժամանակ մեզ տալիս է, որ մենք դրա համը տեսնենք, զգանք այդ երկնային արքայության։ Եվ ես ամեն անգամ, երբ որ մտածում եմ, որ գալու է մի ժամանակ, որ ոչ թե ես ժամանակ առ ժամանակ եմ ապրելու երկնային արքայության օրհնությունը, այլ հավիտեն ընդեղ եմ եղնելու, դա իմ հոգու մեջ բերում է մեծ ուրախություն, ցնծություն, ու այս ժամանակավոր պրոբլեմները, դժվարությունները ինձ համար արդեն ոչինչ են դառնում, որովհետև այն ինչ որ մեզ սպասվում է, դա մեծ օրհնություն է, դա մեծ երանելություն է։ Իրականում ես ուզում եմ, որ դու գիտենաս, հավատաս, ընդունես, որ երկնային արքայությունը իրականություն է, ու նրանք, որ պատկանում են Աստծուն, Աստծո բարեկամներն են, նրանք լինելու են այնտեղ, վայելելու են այդ օրհնությունները, որ Տերը պատրաստել է։ Բայց կա իրավիճակ, երբ որ մենք իմանալով հացի մասին կարող ենք սովից մեռնել։ Գիտեք, շատ սոված երկրներում, Աֆրիկայում մարդիկ գիտեն հացի մասին, գիտեն հաց թխելու մասին, ինչպես պետք է ամեն ինչ եղնի, բայց շատ երեխաներ իրանց մոտ մահանում են սովից, հացի բացակայության պատճառով։ Մենք կարող ենք իմանալ երկնային արքայության մասին, բայց հայտնվել մի իրավիճակում, որ ճիշտ հակառակն է։ Դրա համար ես ուզում եմ քեզ նորից զգուշացնեմ։ Հեչ լավ վիճակ չի, երբ որ դու հայտնվում ես Աստծուն թշնամի կարգավիճակում։ Դրա համար շուտ ապույտ դու պետք է քայլ անես, վազես, որպեսզի քո և Աստծո հարաբերությունը շտկես։ Անկախ նրանից ով ես դու։ Եթե դու զգում ես, որ ինչ-որ միտեղ քո կյանքում դասավորվել է իրավիճակ, որ դու կորցրել ես քո զգոնությունը, քո հավատարմությունը, ես ուզում եմ, որ դու այսօր արտանաս։ Ես խնդրում եմ, որպեսզի դու այսօր քո սիրտը բացես, որպեսզի քո
եւ Տիրոջ հարաբերությունը լինի այնպիսին, ինչպիսին պետք է որ լինի։ Ամեն, ինչպես կարող եմ հաշտվել Աստծո հետ։ Գիտեք, իրականում, ասեմ ձեզ, Աստված ինքան մեզ շատ է սիրում, որ ինքը բարդ բան չի առաջարկել մեզ, բարդ բան չի դրել մեր առջև, որ դու, չգիտեմ, պետքա 2 մեշոք քար հավաքես, 3 սար բարձրացնես, նոր հաշվես Տիրոջ հետ, չէ, մենք ոչ մեկի հետ կրված ենք եղնում, երբ որ մարդիկ ուզում են հաշտեցնեն, մենք պայմաններ ենք դնում, չէ, որ այս մարդը պետք է ասես բաներ անի։ Ու մենք դաժան պայմաններ ենք դնում։ Բայց Տերը հասարակ բաներ է տալի։ Առաջին բանը, որ ասում է, հավատալ եւ ընդունել Հիսուս Քրիստոսը։ Սա առաջի եւ գլխավոր աստիճանն է, որով դու կարող ես հավատալ, մոտենալ Տիրոջը։ Ցավոք սրտի մենք հավատացյալներս հաճախակի լինում ենք անհավատ քրիստոնյաներ։ Ցավոք սրտի։ Հա, մեզանից ինձ թվում է ոչ մեկը չի կասկածում Աստծո գոյության մասին, բոլորս դա հավատում ենք։ Բայց հաճախակի մենք անհավատ ենք գտնվում, երբ որ Աստված մեր հետ խոսում է, Աստծո խոսքի մեջ ինչ էլ բան ենք տեսնում։ Մի անգամից հայտնում ենք այն իրավիճակում, որ միջև աչքս չտեսնի, չեմ հավատա։ Բայց Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու հավատանք անկախ որևիցե մի բանի։ Երբ որ Տերը քեզ բժշկում է, դու ցնցում ես, հավատքով գոռում ես, Տերը բժշկեց։ Իսկ եթե Տերը լռեց, դու կարող ես շարունակել ցնցած ու ասել, հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Մի անգամ ես ինձ համար բացահայտություն արեցի։ Ասի Տեր, եթե անգամ չորհնես ինձ, ես պետք է հավատարիմ կանգնեմ իմ հավատքի մեջ քո նկատմամբ։ Գիտեք, հաջորդ պատասխանը որն էր Տիրոջ կողմից, ասավ, ես քեզ այնքան շատ եմ սիրում ու ես քո հայրն եմ, դրա համար ուզում եմ շատ օրհնեմ քեզ։ Բացի քո սիրտը, թող քո հավատքը դեպի Տերը կախված չլինի ոչ մի երևույթից կամ ոչ մի զգացումից։ Բռնի Տիրոջ, ընդունի։ Հաջորդը ապաշխարենք մեր մեղքերից։ Հիսուսը անձամբ քարոզում էր ապաշխարություն։ Ըստ մեր ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Հովհաննեսն էր նույն բանը։ Աշակերտներին երբ որ ուղարկեց, ասավ գնացեք եւ քարոզեք, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Այսինքն ինձ Աստծո հետ հաղորդակցվելու, Աստծո հետ բարեկամ դառնալու համար ապաշխարություն է պետք։ Ձևականություն չէ, այլ իրական ապաշխարություն, փառք Տիրոջը։ Հաջորդը ենթարկվել Աստծո խոսքին։ Շատ մարդը իր էությամբ հնարամիտ է։ Մենք շատ լավ կարողանում ենք մենք ինքներս մեզ արդարացնել։ Աստծո խոսքը լսում ենք ու մեկ էլ փորձում ենք այս Աստծո խոսքի մեջ հենց ֆռանք, որ մենք չհնազանդվենք, այլ Աստծո խոսքը հարմարացնենք մեր դրությանը։ Ուզում եմ քեզ ասեմ, որ հաղթողները նրանք են, ովքեր ունեն Աստծո խոսքը եւ կանգնած են Աստծո խոսքի հիման վրա։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ վերջինը կատարել նրա կամքը։ Բացահայտել եւ կատարել նրա կամքը։ Ես չգիտեմ, դուք աղոթում եք Հայր մեր, թե չէ։ Ասում եք քո կամքը լինի այնպես, ինչպես երկնքում է։ Պատկերացնում եք, այդ ինչ վիճակ է, որ Աստծո կամքը իմ կյանքում, ես չեմ խոսում ուրիշների մասին, ես չեմ կարող պատասխանել ուրիշների փոխարեն, այլ կարող եմ խոսել իմ մասին, որ Աստծո կամքը իմ կյանքում իրականանա այնպես, ինչպես երկնքում է իրականանում։ Ես իմ պատկերացումով պատկերացնում եմ, որ չկա մի բան, որ Աստված երկնքում կամենում է ու ինչ որ մի հատ հեշտակ կամ ինչ որ մի հատ անհատ այնտեղ երկնքում ասի լավ եկուց կանեմ էդի։
Ինչքան է եղել քո կյանքում, երբ որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդել է աղոթելու, դու ասել ես լավ ճաշը սեփում նոր կանեմ։ Լավ հոգնած եմ կքնեմ առավոտը կաղոթեմ։ Լավ ճիշտ լավ հաղորդում ագնամ, սրան նայեմ նոր կաղոթեմ։ Ինչքան է եղել քո կյանքում։ Գիտեք, մենք ուզում ենք Աստծո կամքը կատարողներ երևանք, բայց այն փոքր բաների մեջ մենք իր կամքը գցում ենք երկրորդական պլան։ Հաճախակի Տերը ուզում է, որ դու խոնարհվես։ Գաս Տիրոջ առջև, եղբայրների առջև, քույրերի առջև խոնարհվես։ Մենք եկեղեցում ունեցանք մի հատ իրավիճակ, երբ որ մի քիչ բունտ էր եղել, ու մեկ էլ մեր ժողովրդից մի քանիս ասին, մեր եղբայր, եթե դու քո տեղում լինեիր, սենց բան չէր եղնում։ Ասում տվերեք մի հատ հարց, էդի որն է իմ տեղը։ Ես ընտրել եմ Հիսուսի ճանապարհը, Հիսուսը խոնարհ էր ու հեզ էր։ Մեկ էլ դե եթե դու մի քիչ խիստ տեղնեիր, մի քիչ այդ մարդկանց պատերով տայիր, այդ ժամանակ լավ կերներ։ Գիտեք, ես ուզում եմ քեզ ասեմ, խոնարհությունը դա տկարություն չի, դա հաղթություն է։ Եվ Հիսուսը, երբ որ իր կյանքի վերջում մենք հաճախակի մի քիչ սխալ ենք պատկերացնում, երբ որ Գեթսեմանի պարտեզում Հիսուս աղոթում էր, ասում էր, այս բաժակը թող ինձանից անցնի, այս թե քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը։ Մենք հաճախակի մտածում ենք, երբ որ Աստծո կամքին ես տալի, էդի всё, հանձնվեցին արդեն, всё, լավ բան սպասելի չի։ Խոսքի հիվանդի համար աղոթում ենք, հավատքով աղոթում ենք, մենք չի բժշկում, ասում ենք, թող Տիրոջ կամքը լինի, մեզ արդարացնելով դրա մեջ։ Ուզում եմ քեզ ասեմ, Տիրոջ կամքը բարին, հաճելի եւ կատարելի է։ Նրանք, ովքեր Տիրոջ կամքին հետևում են, նրանք հաղթողներ են, նրանք օրհնյալներ են, նրանք զորավորներ են։ Ամեն, թող քո մտքի մեջ մի բան հասկանա։ Տնվել եւ կատարել Աստծո կամքը, սա ոչ թե տկարություն է, այլ հաղթություն է Տիրոջ մեջ։ Ամեն, փառք Տիրոջին։ Ինչ եք մտածում։ Մենք կարիք ունենք գալու Տիրոջ առաջ, խոստովանելու եւ ապաշխարելու նրա համար, որ մենք հաճախակի անհնազանդ ենք։ Հաճախակի մեր ականջները փակում ենք իրանից։ Կարիք ունենք, մենք կարիք ունենք, որից Հիսուսին հայտարարելու, որ Տեր, մենք այն ժողովուրդն ենք, որ քեզ ընդունել ենք, ու դու մեր Տերն ես, մենք պատկանում ենք քեզ։ Կարիք կա, դե բերեք կանգնենք ոտքի։ Հատի աչքերդ ոչ մեկին մի նայիր, թող քո ուշադրությունը լինի Տիրոջ ուղղությամբ։ Տիրոջ լույսի տակ նայի քո սիրտը, քո միտքը, ոչ թե քո ճանաչողության կամ հասկացողության տակ նայի, այլ Տիրոջ լույսի տակ նայի։ Բացիր Տիրոջ առջև քո սիրտը։ Դու ասում ես, որ Տեր, ես քեզ ընդունում եմ, քեզ հավատում եմ։ Այսօր բացի քո սիրտը այդ Տիրոջ համար։ Ասա Տեր, անգամ այն մութ անկյուններում քո լույսը գցի Տեր։ Անգամ այն մութ անկյուններում Աստված իմ քո լույսը թող տարածվի Տեր։ Որպեսզի ես Աստված իմ քո լույսի ներքո կարողանամ ազատագրվեմ այն ամենից, ինչ ինձ հեռացնում է քեզանից։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Հիսուս։ Տեր օրհնում եմ քո անունը Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Հիսուս։ Տեր, մենք մեր սրտերը բերում ենք քո առջև։ Մենք խոնարհվում ենք քո առջև Տեր։
Մենք սիրում ենք քեզ Տեր։ Հալելույա Հիսուս։ Փառք քեզ Հիսուս, փառք քեզ Տեր։ Հալելույա Տեր։ Արժան ես փառքերի Տեր։ Փառք քեզ Հիսուս։ Հալելույա Տեր։ Ես քո առջև խոստովանվում եմ Տեր, որ հաճախակի կորցրել եմ իմ արթուն վիճակը լսելու քո ձայնին Տեր, հնազանդվել եմ քեզ Տեր, հալելույա Հիսուս, փառք քեզ Տեր, փառք քեզ Հիսուս, հալելույա, շնորհակալ Հիսուս, հալելույա Տեր, փառք քեզ Տեր, Սերներ մի հարցում եմ ամբողջ լսարանին բոլորիդ։ Մենակ պետք է խնդրեմ, որ այն ազնվությունը, որի մասին քարոզ լսեցիք, ճիշտ ձեր բարձրացնողները լինեն։ Քանի հոգի կա այս դահլիճում, որ ամեն օր Սուրբ Գիրքը կարդում է, խնդրում եմ ձեր բարձրացնեք։ Քանի հոգի կա, որ ամեն օր կարդում է Սուրբ Գիրքը, նրանց է վերաբերվում։ Շատ քիչ տոկոսակ և շատ ափսոս։ Իսկ քանի հոգի կլինի, որ ամբողջ օրը հաց չուտի։ Սուրբ Գիրքը դա մեր հոգևոր հացն է։ Այդ ոնց ամեն օր կարաք հաց ուտեք, չեք կարող ամեն օր Սուրբ Գիրքը կարդաք։ Ամեն օր կարդացեք, նա ձեր հոգու հացն է։ Եվ ցավում է, որ դա է այնքան բացակայում հիմա եկեղեցուց, որ շատ շատերի մոտ շատ այն որ ասլա ոչ տակ ես, ոչ պաղ այդ կարգավիճակն է ստեղծվում։ Եվ խնդրում եմ ամեն օր փորձեք Սուրբ Գիրքը կարդալ եւ դա օրհնություն կլինի բոլորիս մեջ։ Եկեք երկրպագենք Տիրոջը, մտել է սրբությանը, սրբոց, բարձրացած ձեռքը դասատել է քո գարանը, ասատել եկել եմ քեզ մոտ, եկել եմ ստանալու օգուտ բոցը, եկել եմ լսնելու քո սիրո, դեր սրբությանը սրբոցը, մտել եմ քո գարան արյունը, եկել եմ ստանալու օգուտ բոցը, եկել եմ լսնելու քո սիրո, հայր սիրում եմ քեզ, հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ Տեր, պաշտում եմ քեզ, հայր սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ, քո անունը սուրբ է, սուրբ է, քո անունը սուրբ է, քո անունը սուրբ է, սուրբ է, Սերունդեր, եկեք Տիրոջը փառք տանք ես, խոսքերի համար, պարտների համար, ներողություն ես, ներողություն, ամբողջ փառքը Հիսուսի անունով։ Սերունդեր, մինչև հայտարարությունը պիտի աղոթ կանենք, այստեղ հոգսեր կան, հիվանդների համար պիտի աղոթենք եւ կաղոթենք նաեւ մեր մհեր եղբոր համար, Աստված օրհնի իրանց, զորացնի իրանց ծառայությունները, օրհնի Եվրոպայում ծառայելը շատ չի հեշտ։ Աստված զորացնի, օրհնի իրան իր թե աշխատանքը, թե առողջությունը եւ թե
ծառայությունը, որ երկու եկեղեցիները փոխություն անում Գերմանիայի Աստված զորացնի եւ բարձրացնի։ Եկեք մեր ձեռքերը բարձենք եւ աղոթենք այս հոգսերի համար եւ հետո կաղոթենք մեր եղբոր համար։ Տեր, աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով այս երեխայի համար։ Աղոթում ենք երկի համար, հպվես իրան Տեր եւ բացես իր լեզուն Տեր, որպեսզի ինքը քեզ փառաբանության երգով մոտենա քեզ։ Բացես իր լեզուն, որպեսզի քո խոսքը խոսա։ Բացես իր լեզուն, որպեսզի քեզ օժնի Տեր։ Հպվիր իրան, զորացրա, բժշկիր, ներգործիր Տեր։ Աղոթում ենք Քրիստինեի համար։ Հիսուսի զորավոր անունով հպվիր Տեր, եւ թող ամբողջությամբ նորոգվի եւ բժշկվի Տեր։ Եվ թող այդ բժշկության վկայության հրաշքը լինի բժիշկների միջոցով Տեր, կպի նաև ողնաշանը բժշկիր ամբողջությամբ Տեր։ Աղոթում ենք ով ախոր համար Տեր, զորացրա իրան, ներգործիր, քո Սուրբ Հոգու ներգործությամբ, եւ թող ամեն տկարությունը հեռանա իրանից, եւ թող բժշկություն գա Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Տեր, մենք աղոթում ենք մերի համար։ Օրհնիր մեր ախորը, իր ընտանիքին, իր կնոջը։ Օրհնիր աղոթում ենք իր ծառայությունը Տեր։ Օրհնիր իրան հոգևորապես, ֆիզիկական եւ նյութական օրհնություններով քո անվան ու քո փորձի համար։ Հիսուսի զորավոր անունով կանչում ենք քո անունը։ Աղոթում ենք որ օրհնես իր երկու մուտքը Տեր, օրհնես իր ծառայությունը եկեղեցին եւ թող քո անունը մեծանվի եւ քո անունը թող փառավորվի Տեր, որովհետեւ միայն դու ես արժանի առնելու փառքը, պատիվը, զորությունը ու մեծությունը։ Շնորհակալ ենք թանկագին Աստված Հիսուս Քրիստոսի Սուրբ անունով եւ թող եկեղեցին ասի Փառք տանք Հիսուսին։ Հիսուս Քրիստոս թագավորում է, աշխարհի վրա, պատմության վրա եւ մարդկանց վրա թագավորում է, Հիսուս Քրիստոս թագավորում է, աշխարհի վրա, պատմության վրա եւ մարդկանց վրա թագավորում է։ Սերունդեր, մյուս կիրակի ապրիլի 20-ին այստեղ կունենանք զատկական պաշտամունք։ Ժամը 11-ին, խնդրում եմ, սպասենք հայտարարությունները, լսենք նոր կգնանք։ Մենք ապրիլի 20-ին այստեղ ունենք զատկական պաշտամունք, մյուս կիրակի։ Ուրեմն դրա նախորդող 5 շաբթին, ապրիլի 17 5 շաբթին, այստեղ կունենանք հաղորդության պաշտամունք, եկեղեցու անդամներ, լավ կլինի որ բոլորդ մասնակցեք եւ այս ընթացքում մենք Աստծո երեսը փնտրելու ժամանակ ունենք։ Սիրելիներ, նաեւ կլինի ցանկացողների համար ոտնլվայի արարողություն, ուրեմն ապրիլի 17-ին ժամը 6-ին, այդ 5 շաբթի օրն է, նախ ազատիկյան հաղորդություն կունենանք եւ ցանկացողների համար ոտնլվայով կլինի։ Ուրեմն երկու շաբթի եւ երեք շաբթի օրերը տնային խմբակները մանպայման գտեք ձեր տարածքի խմբակը եւ մասնակցեք։ Նրանք ովքեր սիրներ մի հատ հարց տա, ովքեր չեն ջրով մկրտված, խնդրում եմ ձեր ձեռքը բարձրացրեք, ջրով չմկրտվածները ովքեր, հավակնորեն ձեռքեր կան։ Ուրեմն չորեքշաբթի օրը ժամը 6-ին այստեղ հատուկ ձեզ համար դասընթաց կլինի։ Ջրով չմկրտվածների եւ մեր եկեղեցի նոր հաճախողների համար հատուկ դասընթաց, որ ամառային օրերի մենք պատրաստվում ենք մկրտության, որ դուք էլ մկրտության եք։ Խնդրում եմ ուրեմն նրանք, ովքեր մկրտված չեն, չորեքշաբթի ժամը 6-ին այն վերևի դահլիճում կսպասենք ձեզ հատուկ դասընթաց կլինի։ Կիրակից մինչև չորեքշաբթի ներառյալ ժամը 7-ից 8-ը աղոթքաժողովներ են ունենում, ուրբաթ ժամը 6-ին երիտասարդական եւ շաբաթ օրը քույրական հետո պատանիների համար։ Աստված օրհնի ձեզ գնահ խաղաղությամբ, թող Աստված ձեզ բոլորի տունը օրհնի, կյանքը օրհնի, ներկան եւ ապագան օրհնի Հիսուս Քրիստոսի անունով։ Ոսկե Ոսկե
վրա թագավորում է Հիսուս Քրիստոս թագավորում է աշխարհի վրա